Երևանին մոտ Բալահովիտում կկառուցվի բնակելի ավան, զինծառայության պատերազմի ժամանակ վնասվածք ստացած հենաշարժողական խնդիրներ հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար։ Գաղափարը առաջացել է 44-օրյա պատերազմից հետո։ Ծրագիրը կիրագործեն Հայաստան համահայկական հիմնադրամն ու Զինվորի տունը։ Իրենք հող են ստացել կառավարությունից Բալահովիտում եւ այնտեղ կառուցելու ենք 8 բնակելի տներ, նաեւ Զինվորի տունը այնտեղ նախատեսում է հավելյալ մի կենտրոնի կառուցում, որը, այսպես ասած, համ բժշկական լինելու, համ սոցիալական է լինելու, համ վերապատրաստման կենտրոն է լինելու։ Մենք ստանձնել ենք այդ 8 տների կառուցումը եւ բարեկարգումը։ Մրցույթը իրականացվել է։ Ընտրված կապալառու ընկերությունն առաջիկայում կսկսի շինարարությունը։ Կառուցման համար նախատեսվել է 18 ամիս։ Դավիթ Սարգսյանը ծրագրի շահառուներից է։ Վնասվածքը ստացել է 2015-ին ծառայության ընթացքում։ Թեև Երևանյան բնակարանը հարմարեցվել է Դավիթի տեղաշարժի համար անհրաժեշտ պայմաններին, համալրման սպասող զինվորի ընտանիքը անհամբեր է նոր տուն տեղափոխվել։ Մասնագիտությամբ պատմաբան Դավիթն աշխատում է որպես ծրագրավորող։ Լիարժեք զգալու ամենակարևոր բաներից մեկը այն է, որ ինքը կարողանա նաև աշխատել, չգիտեմ, սովորել, այսինքն հասարակությանը ինտեգրվել, կարևոր ինչ-որ երևույթ է լինելու, ինչի համար, որովհետև շատ ջերմացնող է Հայաստանում, որ յուրաքանչյուր մարդ պատրաստ է քեզ օգնի ամեն ինչում, այսինքն փողոցում օրինակ դու որ սայլակով գնաս, ամեն երկրորդ երրորդը հաստատ կֆրակ ասի ինչով կամ օգնեմ, էլի ասենք չեմ օգնեմ սայլակը ստե բարձրացնենք նրան, բայց իրականում այդ սայլակով մարդու համար շատ կարևոր է իր բանի համար, որ այդ ամեն ինչը ինքը մենակով կարողանա անի, տեսնեն, որ օրինակ հաշմանդամություն ունեցող մարդը ինքը տենց էլի լիարժեք մարդ է, շատերս ենք այդ նոր տան հետ ինչ որ նոր հույսեր կապում։ Մեկ այլ հասցեում Արմավիրի Նալբանդյան գյուղում համահայկական հիմնադրամի աջակցությամբ կառուցվում է բնակելի ավան, 4 տուն, յուրաքանչյուրը համակցված 2 բնակարանով եւ հողամասով, ընդհանուր 8 բնակարան։ Առանձնատները Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար են։ Շինարարներն արցախցի ընտանիք են։ Սրանց լավ հոյակապ տունել չի լինի։ Ամեն ձևի հարմարություն է։ Այո, մեծ հաճույք է, ես առաջին կցանկանայի ունենայի ջրկ բերի։ Մարդիկ ինձ վարձատրում են, ես դա հիմա վրա աշխատում եւ Բաքու սրտով էլ աշխատում։ Տարբերություն չեմ դնում ինձ համար իմանը կամ ով ապրելու է տան մեջ նշանակություն չկա ինձ համար։ Ոնց որ պահանջում է այնպես գործը անում ենք։ Եթե ասենք ինչ որ թերի կողմ ենք թողում չէ։ Ոնց որ պրոյեկտը տալիս է այնպես գործը հետում է։ Տները նախատեսված են բազմազավակ ընտանիքների համար։ Մարզի Լեռնագոգ գյուղում 14 տուն արդեն պատրաստ է, որի շահառուները կրկին տեղահանված արցախցիներն են։ Գազը, ջուրը միացվել են։ Հոսանքի հարցն էլ լուծվի, մայիսին 14 ընտանիք կտեղափոխվի կահավորված բնակարաններ։ Միաժամանակ կբացվի նաև նորակառույցման կապարտեզը։ Կապվում ենք տարբեր ընտանիքների հետ, առաջարկում ենք իրենց այդ ծրագիր եւ մարդիկ ուղղակի պետք է նաև մոտիկ ապրելուց լինեն։ Հիմնականում փորձում ենք տվյալ մարզում բնակվող արցախցիներին խրախուսել, որպեսզի իրենք առանձնատուն ունենան եւ ունենք բոլոր շահառուներին ընտրած ունենք եւ իրենք սպասում են իրենց նոր տների բացմանը։ Բնակարանաշինական մեկ այլ ծրագրով Հայաստան համահայկական հիմնադրամը 86 բնակարան եւ մանկապարտեզ կառուցեց 88-ի երկրաշարժից տուժած գյումրեցիների համար։ Հիմնադրամի նոր նվիրատուները պատրաստ են շարունակել ծրագիրը, եւս 30-ից 40 բնակարան կառուցել։ Ծրագիրն այս պահին մշակվում է։ Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով ծրագրերը կյանքի են կոչվում 2024-ի հեռուստամարաթոնին ստացած նվիրատվության հավաքված ավելի քան 15 միլիոն դոլարի շնորհիվ։ Հիմնադրամը ներկայացրել էր ծրագրեր նվիրատուներին առաջարկելով հնարավորության դեպքում հանգանակությունը ուղղել հենց այդ ծրագրերին։ Ամենամեծ գումարը կհատկացվի ընդհանուր առմամբ այդ Սպանդյանի ջրանցքի վերականգնմանը, 1 միլիարդից ավել գումար է։ 6 համայնքի ոռոգման ջրի հարցն է լուծելու։ Սիսյանից մինչև Սպանդարյան ընկած այդ բոլոր բնակավայրերը, համայնքները կունենան ոռոգման ջուր։ Աշամյանի խոսքով ջրանցքը նորոգվել էր 1940-ականներին։ Ջրանցքն ունի ռազմավարական նշանակություն։ Սահմանային համայնքներն ապահովելու է ոռոգման ջրով։ Ընդհանուր երկարությունը ջրանցքի բավականին մեծ է։ Մենք հիմնական քայքավեց հատվածն վերակառուցում առաջի 18.7 կիլոմետր հատվածը բարդ ռելիեֆ է, բայց գործը հեշտ այնքան է, որ ինքը հիմնական մենք ամեն նույն ջրանցքը ոնց եղել է փաստացի, մենք վերականգնում ենք նույն ջրանցքը, հետագիծը չենք փոխում։ Վերակառուցման նախագիծը այժմ պետական համալիր փորձաքննության փուլում է։ Նախագծային որոշ շտկումներից հետո կհայտարարվի շինարարության մրցույթը։ Կառավարության հետ հիմնադրամը ենթակառուցվածքների բարելավման խոշոր ծրագիր է իրականացնում նաև Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում։ Անցկացվել է ոռոգման համակարգ, ջրամբարի մոտ կառուցվել պոմպակայան,
կհասկացվել կաթիլային ոռոգում, կվերակառուցվի նաև Բերքաբերի խմելու ջրի ներքին ցանցը։ Նախագծում փոփոխություններ են արվել հաշվի առնելով, որ 16 միլիոն դրամ պետական աջակցությամբ Բերքաբերում կառուցվում է ավելի քան 100 տուն։ Ջուրն այդտեղ եւս պետք է հասցվի։ Պետության հետ սուբվենցիոն ծրագիր իրականացվելու, մենք ֆինանսում ենք 25%-ը, 70%-ը պետությունը։ Այդ ծրագիրը շուտով էլի կսկսենք։ Մինչև 4 միլիոն դոլար նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի կառուցման համար։ Հողահատկացման հարցը լուծվի, կսկսեն ծրագիրը։ Նպատակն է Արցախցի 14 գորգագործի ապահովել բնակարանով, ստեղծել արտադրամաս, գործել ձեռագործ գորգեր։ Հիմնադրամը կօգնի նաև վաճառքի հարցում։ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում ստեղծարար հետազոտական եւ ուսումնական կենտրոնի կառուցումից մինչև սահմանային համայնքներում արևային պանելների, ջրատաքացուցիչների տեղադրում, աջակցություն Լիբանանի հայկական կրթական հաստատություններին, օգնություն հունվարին հրդեհից տուժած Լոս Անջելեսի հայ համայնքին։ Համահայկականի կարևոր ուղղություններից են նաև առողջապահությունը։ Հիմնադրամի աջակցությամբ այս տարի Դպրաբագ եւ Տարոնի գյուղերում կկառուցվեն ամբուլատորիաներ։ Վերանորոգվող ծրագրից, այսինքն որտեղ որ վերանորոգումներ են իրականացվում, Բերթի հիվանդանոցն է, որը շուտով արդեն ավարտական փուլին կհասնի, այնտեղ վերակառուցվում էր մի մասնաշենքը, որտեղ պետք է մանկական եւ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունք լինի։ Ծրագրից մեկը նաեւ Նոյեմբերանի հիվանդանոցն է, որը արդեն ավարտական փուլում է։ Ֆրանսիայից հիմնադրամի նվիրատուները առաջարկում են Գեղարքունիքում կառուցել 2 մանկապարտեզ, նախատեսվել է 500,000 եվրո։ Ծրագիրը կյանքի կկոչվի կառավարության, հիմնադրամի եւ համայնքի համատեղ ջանքերով։ Մայա Խաչատրյան, Հայկուշ Ասլանյան, Աշոտ Խաչատրյան, Հայկ Պետրոսյան եւ Մուշեղ Մանվելյան։ Կիրակնորյա լուրեր։